Կուսակցության նախընտրական ծրագրերը բանամասնորեն արդեն ներկայացված է թե անվտանգային ոլորտում, թե տնտեսական ոլորտում, թե աշխարհաքաղաքական ոլորտում, թե կրթական ոլորտում, ընդհանուր առմամբ խորհուրդը եւ մեր առաջարկը մեր քաղաքացիներին հետեւյալն է. Տեր կանգնենք Հայաստանի Հանրապետությանը, կասեցնենք Արևմտյան Ադրբեջան քաղաքական ծրագիրը, որը Հայաստանը ունի նպատակ վերածելու ադրբեջանական ենթապետության, եւ ամենակարևորը հունիսի 7-ին ընտրելով քվեաթ հերթիկ համար 6-ին միջև վերջ մերժենք հակահայաստանի կոնցեպտը, վռնդենք իշխանություններից այն մարդկանց, ովքեր Հայաստանը գլորել են անդունդը, եւ կարողանանք բոլորս միասին, միասնության թևերի խորհուրդը հենց դա է, բոլորս միասին, միասնական, միամուռ ուժերով վերհառնենք եւ վերականգնենք Հայաստանի անվտանգային իրավիճակը, վերականգնենք Հայաստանի արժանապատվությունը եւ կարողանանք բոլորով միասին շարժվել դեպի առաջ։ Սա է մեր հիմնական ուղերձը մեր հայրենակիցներին, սա է մեր քարոզարշավի հիմնական մեխը, ժողովրդին հորդորել, խնդրել, ամեն կերպ մարդկանց համոզել, որպեսզի գնան ընտրությունների, որովհետև սրանք ինչքան էլ դա ծեծված արտահայտություն է, բայց սրանք սովորական ընտրություններ չեն, սրանք երևի թե Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ամենակարևոր ընտրություններն են, որովհետև այս ընտրություններից է որոշվելու Հայաստանի ապագան։ Ունենալու ենք մենք Հայաստան, թե Նիկոլ Փաշինյանը եւ իր խումբը եւ իր քաղաքացիական պայմանագիր խմբավորումը Հայաստանը վերածելու են հակահայաստանի։ Սա ճակատագրական ընտրություններ են հայ ժողովրդի համար եւ յուրաքանչյուրս պետք է ստանձնենք պարտականության մեր բաժինը մեր հայրենիքի հանդեպ։ Անպայմանորեն գնանք ընտրության։ Այսօր Նիկոլ Փաշինյանի գործող իշխանության հիմնական մեխը, որը ասում եք, հիմնական մեխը այն է, որ ասում է մենք ժողովրդին խաղաղություն ենք բերել։ Հիմա որ դուք գաք իշխանության, ինչպես եք շարունակելու նրանց այդ խաղաղության գործընթացը, շարունակելու եք իրենց կետից, ձեր կետից եք սկսելու, ինչ եք անելու, ինչպես եք կարգավորելու Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունները։ Նախ եկեք սկսենք նրանից, որ այդ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ խմբակի այդ ստախոսությանը պետք է վերջ տնել, որովհետև ոչ մի խաղաղության մասին խոսք գնալ չի կարող եւ Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն աղերս անգամ չունեն խաղաղության հետ եւ դա ապացուցելը շատ հեշտ է։ Այս մարդիկ բերել են 3 պատերազմ, բերել են Արցախի էթնիկ զտում, բերել են ադրբեջանցիներին նստացրել են ջերմուկում, Ղափանում, Սև լճում, Սոտ Խոզնավար ճանապարհում, հիմա էլ հանձնում են Տիգրանաշենը, այսինքն այս մարդիկ, որոնք 8 տարվա ընթացքում բերել են 5000-ից ավել զո, բերել են տասնյակ հազարավոր հաշմանդամներ, ես հիշում եմ օրեր առաջ իշխանական կեղտոտ քարոզիչներից մեկը հերթական սուտն էր ասում, որ ասում էր հաշմանդամները 1000-ի են հասնում, ոչ, նա ստում է եւ ցանկացած ռազմական փորձագետ կարող է հաստատել, եթե դու ունես 5000 զո, դու չես կարող ունենալ 1000 հաշմանդամ, բնականաբար 5000 զո չունենք։ Դե եթե 5000 զո չունեն, դա շատ հեշտ է ապացուցելը, թող Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիր խմբավորումը եւ ուրիշներին մահ ցանկացող մահվան, այսպես ասած, նախարարը Սուրեն Պապիկյանը թող հրապարակի զոհերի ցուցակը։ Շատ բարձ զոհերի ցուցակը հրապարակեք, հաշվենք, քանի հոգի կա այդ ցուցակում, կհասկանանք 5000 զոհա, 6000 զոհա, թե ինչքան է։ Մենք գիտենք թվերը, մենք հետևողականորեն այդ թվերը ասում ենք եւ մենք բնականաբար իշխանափոխությունից հետո հանձն ենք առնում նաև հանրայնացնել թե ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի տվյալները, թե որը շատ ավելի կարևոր է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի տվյալները, որտեղ հստակ երևում է ինչ են արել պաշտոնյաները, ինչպես ենք մենք հասել այս աղետին եւ կարևորը ինչքան զոհեր մենք ունենք, որովհետեւ ասելով չի էլի Նիկոլ Փաշինյանը ասում է ամեն ինչ, խաբում է ամեն օր, ստում է յուրաքանչյուր րոպե։ Պարոնյան, բայց այնուամենայնիվ հարցից չպատասխանեցիք, դուք շարունակելու եք այնտեղից, որտեղ կան կառնի այս իշխանությունը, թե զրոյից եք։ Հենց դա էր էլի իմ հարցի հենց պատասխանը դրանում էր, որ այս իշխանությունները փաստացի կանգ են առել Հայաստանը թուրքական ենթապետություն սարքելու կետում։ Եվ մենք բնականաբար չենք կարող շարունակել այս կործանարար իշխանությունների, այս պատուհասների, այս ստախոսների քաղաքականությունը, մենք հանձն ենք առել ստեղծել իրական խաղաղություն, իսկ իրական խաղաղությունը կարող է լինել միայն այն պարագայում, երբ Հայաստանը ունենա անվտանգային համակարգ, երբ Հայաստանը ունենա
կանխատեսելի եւ հուսալի միջազգային գործընկերներ, երբ Հայաստանում լինի այնպիսի կոնսոլիդացված եւ սեփական հայրենիքը պաշտպանել կարողացող հասարակություն, որը ունակ է դիմագրավել մարտահրավերներին։ Երեք ամենակարևոր բաղադրիչներն են։ Ամենակարևորը հուսալի բանակ, որովհետեւ առանց բանակի, առանց անվտանգության չկա ոչինչ։ Կոնսոլիդացված արժանապատիվ արժեքներով առաջնորդվող հասարակություն եւ հուսալի գործընկերներ եւ դաշնակիցներ։ Սա երեք հիմնական կետերն են մեր անվտանգային համակարգը վերականգնելու համար։ Իսկ շեշտեմ եւս մեկ անգամ ձեր հարցին ի պատասխան երբեք Նիկոլ Փաշինյանը խաղաղություն չի բերելու եւ բոլոր այն մարդիկ, ովքեր շարունակելու են Նիկոլ Փաշինյանի կետից, դրանք Հայաստանը վերացնողներն են, ովքեր սատարում են Նիկոլ Փաշինյանին, հակահայաստանի կողմնակիցներն են եւ նրանք, ովքեր ասում են դե մենք գանք շարունակենք այն ինչ որ այլա Նիկոլ Փաշինյանը, նույն բանն են անելու եւ ըստ էության Հայաստանը գլորելու են ադրբեջանական անդունդը։